Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 20։ Խոսքը կհաղթահարի։ Որովհետև ինչպես որ իջնում է անձրևը և ձյունը երկնքից և ետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը և նրան արգասավոր անում և բողբոջեցնում նրան և տալիս է սերմ սերմնացանին և հաց ուտողին, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա պիտի պարապիետ չդառնա ինձ մոտ, այլ կատարե իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Եսայի 55:10-11 խոսքեր։ Եսայիայի ասած խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ Հովհաննես առաքյալը Հիսուսին նկարագրում է նմանատիպ արտահայտություններով. սկզբում էր բանը, և բանն Աստծո մոտ էր, և բանն Աստված էր։ Հովհաննես 1:1 խոսք։ Ինչու է Տեր Հիսուսը կոչվում բան, այսինքն խոսք, որովհետև Հայրը նրանով խոսեց և արարվեց ամենը։ Աստծո բերանից է ուղարկվել նրա Որդին։ Եսային մարգարեանում է, թե ինչ կիրականացնի Տեր Հիսուսը երկրի վրա։ Կարճ ասած, Քրիստոսը չի վերադառնա հոր մոտ առանց իր առաքելությունը կատարելու։ Տեր Հիսուսը մտադրություն չուներ այս աշխարհը դատարկ ձեռքերով թողնելու։ Հայրն ուղարկեց իր Որդուն մարդկությանը փրկագնելու, խավարի շղթաները կոտրելու և գերիներին ազատ արձակելու համար։ Քրիստոսը, Աստծո կենդանի, շնչող, գործունյա խոսքը, իսկապես կատարեց այն ամենը, ինչի համար ուղարկվել էր։ Երբ նա վերադարձավ հոր մոտ, նա եկավ հաղթանակի վստահությամբ։ Եսայիայի խոսքերով, ամբողջ բնությունը կցնծա։ Դուք ուրախությամբ պիտի դուրս գաք և խաղաղությամբ պիտի առաջնորդվեք։ Սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, և դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։ Եսայիա 55:12 խոսք։ Քրիստոսի հաղթանակը կատարյալ է։ Նա վերադարձավ հոր մոտ, որպես հաղթական հրամանատար։ Երբ նա խաչի վրա ասաց «կատարված է», նա նկատի ուներ «ես կատարել եմ Հորս կամքը»։ Նրա ասած խոսքը նրան դատարկ ձեռքով չի վերադառնա։ Երբ ես բարձրանամ նրա մոտ, կկարողանամ ասել. «Իմ առաքելությունը կատարված է»։ Փառք Աստծո, որ նրա խոսքը հաղթանակ է տարել։